Հռոմի Պապը Ստամբուլ այցի ժամանակ հայ առաքելական եկեղեցում մասնակցել է պատարագի և իր ողջույնն ուղարկել ամենայն հայոց կաթողիկոսին։ Լևոն 14-րդը ասել է, որ հայ ժողովուրդը Աստծուն քաջարի քրիստոնեական վկայության համար պատմության ամբողջ ընթացքում հաճախ ողբերգական պայմաններում է հայտնվել։ Նա հիշեցրել է, որ Հռոմի Պապի և Արևելյան ուղղափառ եկեղեցու պատրիարքի միջև առաջին համատեղ հռչակագիրը ստորագրվել է 1970 թվականի մայիսին Պողոս 6-րդ Պապի և Վազգեն I-ի միջև։ Հռոմի Պապը Թուրքիայից մեկնել է Լիբանան այդ երկրի համար խիստ անորոշ ու վտանգավոր մի պահի, երբ գրեթե ամենօրյա ռեժիմով իսրայելական հարվածներ են հասցվում, ինչպես պնդում է Թել Ավիվը, Համաս շարժման դիրքերին։ Լևոն 14-րդը Լիբանան այցով կատարում է իր նախորդի Ֆրանցիսկոս Պապի խոստումը, որը տարիներ շարունակ ցանկանում էր այցելել, սակայն առողջության վատթարացման պատճառով չէր կարողանում։